տեղի ունենում 910 թվականին ձկնավաճառում, որտեղ հայերը ծանր պարտություն են կրում, քանի որ սևորյանց իշխանները դավաճանում են նրանց։ Գևորգ Մարզպետունի վեպում բոլոր դժբախտությունների պատճառը Ասպրանն է, սակայն այդ մասին հերոսուհին ոչինչ չի ասում։ Եվ այդպիսով բոլոր մարդիկ, արաբ ամիրները, ովքեր հարկատու էին Սմբատին, ապստամբում են նաև հայ իշխաններից շատերը, եւ Սմբատը իր զորքի հետ պատսպարվում է կապույտ բերդում, սակայն Յուսուֆը պաշարում է այն, եւ բարեկամական պայմանագիր կնքելու ժամանակ նա տալիս է անձի ապահովման խոստումներ, սակայն չի պահում իր երդումը եւ խոշտանգելով Սմբատին տանում է դեպի Դվին։ Եվ նրանից հրաման է կորզում, որպեսզի համոզի ինվոստացող զորքերին, որպեսզի զենքերը ցածնեն եւ հանձնեն։ Սակայն մերժում ստանալով 914 թվականին գլխատողը Սմբատին եւ մարմինը խաչանում Թվինի դարպասներին։ Սակայն Սմբատի մահը չի ընկճում հայ ժողովրդին եւ նրան որդիների շնորհիվ երկիրը կրկին վերածնկի ապրում։ Ներողություն, ես պետք է ինքնիշեմ ձեզ։ Մենք խնդրել էինք Դիլիջանի դեպի հիմնական դպրոցի աշակերտներին, որ տեսանի պատրաստ են հավաքությունից, եւ իրենք պետք է այսօր Smart Կրակատակի Մեսեդյանային, բայց այնտեղ կա ուսանք չկար, շուշացրին, իրենք այցելել էին հավաքվում։ Մարզպետունի վեպում Մարզպետունին նշում է, որ Աստված հաշտություն երջակ է հայրենիքի պետություններու, օտար նախընկալվելու եւ հայրենական գահի նախին պարկը վերադառնալու նախին կոչումը, բայց ավաղ կանոնացի միծությունը ուսուցանական լեզվությունը հնարավորեց։ Սիրո քանակը որդը հսկայական հրաշքերով տապալեց։ Իսկ ինչպես է ապահովության մեջ եւ ինչպես է նկարում։ Սեր իրականում Աշոտ Երկաթի դերը ավելի նշանակալի է, քան մենք իրեն պատկերացնում ենք, քանի որ մեր պատկերացումների հիմնականում գալիս են Մուրացյանի Գևորգ Մարզպետունի պատմավեպից, որտեղ Աշոտ Երկաթը թագավորի դիրքին ոչ այդքան հարիր կերպար է։ Աշոտ Երկաթի մասին խոսելիս շատ ուսումնասիրությունների արդյունքում կարող ենք ասել, որ մեր պատմության մեջ եզակի խոշոր դերակատարներից է, ում գործունեության արդյունքում Հայաստանի երկարատև զարգացման հնարավորություն ունեցավ։ Աշոտ Երկաթից հետո ունենք առավել քան 100-ամյա խաղաղության շրջան։ Հեգելյան տեսության համաձայն Աշոտ Երկաթը դարաշրջանի իսկական հերոս էր, ով հստակ նպատակադրումով մտավ պատմություն եւ մինչեւ վերջ իր նպատակադրումին հավատարիմ մնաց։ Աշոտ Երկաթի նպատակն էր հայ ժողովրդին ազատագրել արաբական խալիֆայության գերիշխանությունից։ Սմբատի մահից հետո երկրորդ սորտին համաճարակել, իսկ երկիրը փլուզված էր, արդյոք այդպես է։ Այո, այդպես էր, հոր Սմբատ թագավորից մահից հետո երկրում փլուզված իրավիճակ էր, տիրում էր սով եւ համաճարակ։ Ցավոք պետք է խոստովանել, որ դերասխանակյացին վկայում էր, որ եղան մայրեր, ովքեր իրենց երեխաներից պատրաստեցին կերակուրներ։ Ճիշտ է, որ Աշոտի զորքերը քանակով քիչ էին, սակայն մեծամասամբ հաղթում էին կրել։ Այո, ճիշտ է եւ անգամ զարմանալի, Աշոտ Երկաթն ուներ ընդամենը մի քանի հարյուրակից կազմված թիկնազոր, իր ռազմավարության մեջ փոքր ջոկատներով կրվելու լավ հմտություն կար։ Սա իրականում մի ռազմավարական հնարք էր, որ պետք էր նաև օգտագործվեր Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ, որը ցավոք սրտի տեղի չունեցավ։ Նրա ղեկավարած ազատագրական հաղթանակները մեկը մյուսին շատ արագ հաջորդում էին, առաջինը Բագրևանդում տեղի ունեցած ճակատամարտներ, երկրորդը Շիրակում, Շիրակից գնում է Գուգարք, ազատագրում Գուգարքը։ Տիրապետած փոքր ջոկատը տարած հաղթանակները նրան մեկ տարվա ընթացքում հնարավորություն տվեցին ազատագրել Հայաստանի մեծ մասը։ Կա ժամանակ, երբ մի քանի հոգի համարում էին հայոց թագավոր, ինչպես կբացատրես դա։ Այո, եղել է այդպիսի ժամանակ, երբ հայոց թագավոր է համարվել միանգամից 3 հոգի, հիմա բացատրեմ։ Երբ լուրեր են պտտվում, որ Յուսուֆը ցանկանում է հարձակվել բասպուրական աշխարհի վրա, Աշոտ Երկաթը գտնվում է Բյուզանդիայում եւ Բյուզանդիայից ստիպված վերադառնում է բյուզանդիական զորքով։ Այս ժամանակ Յուսուֆը դիմում է խորաման քայլի, նրա մոտ էր Աշոտ Սպարապետը, ով առավել հայտնի է մեզ Գևորգ Մարզպետունի վեպից որպես Աշոտ Բռնավոր, նրան թագադրում է եւ արդեն ուներ 3 թագավոր՝ Աշոտ Երկաթը, Աշոտ Բռնավորը եւ Գագիկ Արծրունին։ Սևանի ծավալմատը անչափ հետաքրքիր է, ինչպես է Աշոտին հայտնվում մաքրել Բեշիրի զորքերին։
Իրոք որ Սևանի ծովամարտը շատ հետաքրքիր էր եւ ազդեցիկ, բազմաթիվ ճակատամարտերից ամենավճռական ու նշանակալին էր Սևանի ծովամարտը, այնտեղ է ունեցել 921 թվականին Աշոտ Երկաթի դեմ դուրս էր եկել Հայաստանի ոստիկանի պաշտոնը ստանձնած Բեշիր զորավարը, Բեշիրի բազմաքանակ զորքի դիմաց դուրս էր եկել Աշոտ Երկաթի 80 հոգուց կազմված թիկնազորը, Աշոտ Երկաթը եւ նրա թիկնազորը բարձրանում են նավեր, իրենց հետ վերցնում արքայական գահը, արքայական դրոշակը եւ թշնամուն ապակողնորոշելու նպատակով, հարցակման պատրանք ստեղծելու նպատակով նաեւ եւ շարժվում դեպի Բեշիրի զորք։ Ապ չհասած սկսվում են նետահարությունները, Բեշիրի զորքը խուճապահար է լինում եւ զրկված է լինում դիպուկ կրակելու հնարավորությունից։ Այսպես Աշոտ Երկաթը եւ իր զորքը կարողանում են 80 հոգով հաղթել Բեշիրի բազմաքանակ զորքին եւ Հովհաննես Դրասխանեկերտին ասել է. շուտապույտ պատրաստում է 11 նավ, նրանց վրա բարձրացնում 80 ազնվական մարդու եւ լայնալի ճաղեղներով զինված իր ծառաներին, որոնք հաջակորով եւ նետազոկության մեջ հմուտ մարդիկ էին եւ գրեթե մազից էլ չէին վրիպում։ Ապա նրանց հետ նավ է բարձրանում եւ նրանք գնում են թշնամու դեմ ծովամարտ տալու։ Սևանի ծովամարտից հետո Հայաստանը ազատագրվեց արաբական խալիֆայության գերիշխանությունից։ Այս տեսահոլովակում կարող եք տեսնել, թե ինչպես Աշոտ Երկաթը մոտենում Սևանատոզում եւ նետահարումների օգնությամբ հաղթում Բեշիրի զորքին։ Այժմ մեր վերջնարդյունքը աուդիոգիրքն է, որից մենք հիմա կարող ենք ներկայացնել մի փոքր հատված, որը նկարահանել ենք։ Սիրուն, ինչու իմացա, միամեր սիրուն, ես քեզ սիրեցի, բայց դու անիրար, դավաճանեցի, Ինչու ես հասանը վախտության այս աստիճանի։ Մեզ վշտերից ծառայությունը գլուխը, որ ձայնագրել ենք Սուրենի Էլենի հետ եւ ես որպես հեղինակ Էլենը Սահականիշը եւ Սուրենը Աշոտ Երկաթը։ Դեպքերը տեղ էին ունենում Սևանատոզում եւ Աշոտ Երկաթն ու Սահականիշը հանդիպում են։ Ինչպիսին է իրավիճակը Աբասի հոր մահից հետո։ Հոր Սմբատ Նահատակի մահից հետո Աբասը իր եղբոր Աշոտի հետ պայքարում է արաբների դեմ, երկիրը մաքրելով նրանցից, այդպես նրանք լուծում էին իրենց հոր եւ ժողովրդի վրեժը։ Ես գիտեմ, որ Աշոտ Երկաթը չուներ որդի, սակայն ուներ դուստր Հյուպսիմեն, ով ամուսնացել էր Բուլղարիայի հայկական կոմսածագիր արքայատողի հիմնադիր Նիկոլոսի հետ եւ համարվում էր կոմսածագիրի նախամայրը։ Արդյոք Հյուպսիմեն էր բազմել գահին։ Ոչ Հյուպսիմեն չի բազմել գահին, եւ քիչ գիտեի, որ չէ, բայց որոշ ժամանակ անց 910 թվականին նա ամուսնանում է Սաակ Սևադայի դստեր հետ եւ պատճառ է դառնում Աբասի գժտվելու, քանի որ նա մտածում է, որ ունենա Աշոտ Երկաթը որդի եւ իր ավերոջ վրաց իշխանուհիների հետ նրանք բացիված արտադրություն են սկսում Աշոտ Երկաթի դեմ։ Աշոտ Երկաթը նրանց հրավիրում է երասկավոր, որտեղ նրանք փորձում են սպանել թագավորին, սակայն Աշոտին հաջողվում է փախչել, գնում է ուտիկ եւ իր հետ վերցնում է Աբասի որդուն Աշոտին։ Իսկ հետո Աշոտին արդյոք հաջողվում է ամուսնություն իրականացնել։ Այո, նրան հաջողվում է ճնշել ապստամբությունը, նա չի բաժանում նրանց, փոխարենը վտարում է երկրից։ Իսկ եթե չէր համարվում գահի պայազը, ինչպես է հետագայում ազգում գահի։ Այո, Աբասը չէր համարվում գահի թագաժարան, բայց ըստ Գևորգ Մասպետունի վեպի նա վերադառնում է Հայաստան եւ Աշոտ Երկաթն ինքը գահը զիջում է Աբասին, բայց ըստ պատմության դա այլ կերպ է լինում։ 10 տարի Աբասը ապաստանում է Վրաստանում
միայն Աշոտ Երկաթի մայից հետո վերադառնում է Հայաստան եւ Գարինե Վասյանը շատ ծանր պայմաններում, քանի որ բացի իրենից եւս երկու հոգու արևական խալիֆայությունը հայոց թագավորը ճանաչել։ Իսկ նրա գահականման ժամանակաշրջանից ինչ տեղեկություններ կարող ես տալ։ Եվ նա դառնում է հայոց թագավոր, առաջին հերթին մայրաքաղաք է դարձնում իշխանանիստ Կարսը։ Կարսում կար մի եկեղեցի, որը ապազասվերեց հականում էր օձել վրացական ծեսով, սակայն Գևորգ Մարսպետունին հաջողվում է հաղթել նրան և դյուրացնել վերին։ Նաև նա ամրապնդում է երկրի սահմանները, ինչը շատ կարևոր քայլ է, իսկ իր գահակալության վերջին տարիներին իր այն հարազատներին, ովքեր իրեն մինչև վերջ հավատարիմ մնացին, գավառներ նվիրեց, իշխաններին առանձին պարգևներ տվեց, իսկ Սահակսեվադայի որդուն Դավիթին շարունակեց գարմանատեր։ Շնորհակալություն, շատ հետաքրքիր տեղեկություններ։ Քանի որ Գևորգ Մարսպետունի վեպում շատ հաճախ նշվում են ուտիկ եւ գարդման գավառները, այսօր կցանկանանք մի փոքր խոսել դրանց մասին։ Իրան պատրաստ ես, ուզում քեզ մի քանի հարց տալ ուտիքի մասին։ Կարծում եմ կկարողանամ պատասխանել։ Կպատմես ուտիքի աշխարհագրական դիրքի ու բնակչության մասին։ Ուտիքը մեծ հայքի 15 նահանգներից մեկն է, որը գտնվում է երկրի արևելյան սահմանամերձ գոտում, Փուր եւ Արաքս գետերի միջև, երկրի հյուսիսարևելյան մասում։ Ուտիքի բնակչությունը հիմնականում եղել են հայեր, սակայն այնտեղ բնակվում էին նաև ուտի արկածներ, որոնց շնորհիվ էլ անունը կոչվել է ուտիկ։ Շատ լավ, արդյոք ուտիքի պաշտպանությունը առաջնային երաժշտությունների համար։ Բոլոր ժամանակներում այդ տեղանքի պաշտպանությունը, հոգևոր, սոցիալական եւ այլ արժեքների մշակութային պաշտպանությունը կարևոր գործոն է եղել տեղացիների համար եւ 10-րդ դարում եւս ուտիքի պաշտպանությունը առաջնային է եղել։ Եվ չկա տարած, որի խորհրդանիշները, դրոշը, զինանշանը, եկեղեցիները չունենան։ Պատմես դրանց մասին։ Ուտիքը որպես մեծ հայքի 15 նահանգներից մեկը ունեցել է կարևոր հոգևոր մշակութային արժեքներ։ Թվարկեմ եկեղեցիներից մի քանիսը՝ Ճորա Մամիկոնյան զվանքը, որը հիմնադրվել է միջնադարում եւ ծառայել է որպես կրթական կենտրոն, եւ Գտչավան կոչվել է նաեւ Գետաշենի վանք, հայտնի է եղել իր գրիչներով եւ կրթական գործունեությամբ, այդ պատճառով կոչվել է այդպես, իսկ զինանշանի եւ դրոշի վերաբերյալ ասեմ, որ այդ ժամանակաշրջանում գույնով վրա պատկերված առյուծ, իսկ զինանշանը նույնպես առյուծի կամ արծիվի պատկերով, բայց ասեմ, որ ուտիքը կոնկրետ զինանշան կամ դրոշ չի ունեցել։ Ուտիքը գործել են հին հավատքի սրբավայրեր։ Մինչ քրիստոնեության ընդունումը ուտիքում գործել են հին հավատքի սրբավայրեր, որոնք հետագայում փոխարինվել են եկեղեցիներով, իսկ քրիստոնեության ընդունումից հետո այդ մասին խոսվեց եւ փաստեցին, որ այդ հին հավատքի սրբավայրերը վկայում էին հին հոգևոր նշաններ։ Մամիկոնյանների ու Բագրատունիների պայքարի մասին ուտիքի պաշտպանության համար։ Մամիկոնյանները լինելով այդ ժամանակվա կարևոր իշխանական տներից եւ նույնպես Բագրատունիները կարևոր գործունեություն են ունեցել ուտիքի կարևորություն է ունեցել, քանի որ ուտիքը ունեցել է մեծ ռազմավարական նշանակություն եւ պաշտպանությունը ավելի կարևոր է եղել։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Ան հիմա ես քեզ ուղղեմ մի քանի հարց։ Մենք պատրաստել ենք հարցազրույց, այսօր մեր զրուցակիցն է Հայկը, որ արմատներով Տավուշից է եւ որտեղ իշխել են սևորդիները։ Հայկին կուղղեմ մի քանի հարց կապված սևորդիների մշակույթի պատմական անցյալի, ինչպես նաեւ կլսենք Հայկի անձնական կարծիքը այս ամենի վերաբերյալ։ Սկսենք Հայկ։ Ուրախ եմ, որ մասնակցում ձեր աշխատանքին։ Կարող ես պատմել, թե որտեղից են ծագում սևորդիները, որոնք են նրանց պատմական արմատները։ Պատմական շրջանակներում կանավեճերի թեմայի սերունդների ծագման հարցը մինչև վերջերս համարվել է, որ նրանք ունեն հունգարական կամ նույնիսկ սակայն ներկայիս գիտությունը թույլ է տալիս ստուգել սևորդների հավերժության տակ տարածաշրջանի գենետիկան եւ հիմնվելով ԴՆԹ թեստերի վրա հստակ կարող է ասել, որ նրանք ունեն հայկական ծագում։ Իսկ ինչ նշանակություն ունի սևորդիների անունը, կան հետաքրքիր պատմություններ կամ լեգենդներ կապված դրա հետ։ Ոմանք կարծում են այդ անվանումը Սևանալոջի կամ Սևանալոների հետ, այլոք տարածաշրջանի հայերի թուխ մաշկ է, իսկ ուրիշներն տարածաշրջանի հայերի դաշնության միանշաններ են։ Շատ լավ, որն է սևորդիների պատմության ամենակարևոր իրադարձությունը։ Արաբական ամուսնության շրջանակներում սևորդիների ժողովուրդի հետ միասին գրավում է Շամփուրի եւ Հիմնունի իշխանությունը։ Իսկ սևորդիները կապված են որևէ հայտնի անձի կամ իրադարձության հետ։ Սևորդիներից ամենահայտնի անձը Ցլիկ Ամրամն է, ով հայտնի մեծ գրականությունից, մասնավորապես Մնացանի Գևորգ Մարսպետունի գրքից,
Այնտեղ նշում է, որ Ցերի կամրանը ուտիքի իշխաններից մեկն է։ Ցավոք սրտի ներկայիս Հայաստանի Հանրապետության սահմանները պահպանվել են ուտիքից միայն ալղեր և տավուշ գավառները այն էլ մասամբ։ Ինչ առանցություն են սերվորդները փոխանցել իրենց ապագա սերունդներին։ Սերունդները կարողացան դեռևս 8-րդ դարում անկախացնել ուտիքի սային հատվածը, սակայն նյութական ժառանգությունը քիչ է մնացել նրանցից, ամենամեծ ժառանգությունը որ մնացել է դա Ցերի կամրանի բերդն է ներկայիս հատուցումը։ Կան այլ տոկներ, որոնց հետ սերունդները պատմական կապ են ունեցել։ Սերունդները սերտ կապված են եղել Արաշայի և Սյունի իշխանական տոկների, ինչպես նաև իրենց շավակների և պետական շուզերության։ Իսկ ինչն է քո կարծիքով սերունդներին դարձնում յուրահատուկ։ Իմ կարծիքով սերունդների յուրահատկությունը նրա մեջ է, որ դեռևս 8-րդ դարում նրանք կարողացան կիսանկապ վիճակի հասնել Հայաստանում, ինչը չէր հաջողվել մնացած շրջաններում։ Իսկ ձեր տարածաշրջանում կան արդյոք խոսելաձևեր, արտահայտություններ կամ բառեր, որոնք հատուկ են միայն սերունդներին։ Անշուշտ սերունդների ազդեցության տակ գտնվող տարածաշրջանում տարածված էր և դեռևս տարածված է արցախագարմանյան բարբառները, մասնավորապես շանշարակի խոսքով։ Պահպանվել են արդյոք հին ձեռագրեր կամ մշակութային արժեքներ, որոնք փաստում են սերունդների պատմության մասին։ Սերունդների մասին գրել են 8-ից 13-րդ դարերում։ Հատկանշական է արաբ պատմիչ Ալ-Մասուդի տեղեկությունը սերունդների մասին իր Իբն Ֆաքիղ գրքի 292-րդ դեպքում, եթե դեմ չես նշվելու։ Այն կուրկետը շարունակում է հոսել սերունդների հողով, հայոց միջում, որոնք քաջ և հզոր են ու աչքի են ընկնում իրենց հատուկ տաղավները։ Եվ ուղղում վերջին հարցս, ինչով ես ամենաշատ հպարտանում սերունդների պատմությունը։ Ես հպարտանում եմ սերունդների կամքի ուժով և ազատատենչությունների թե ամբողջ հայերի մեջ։ Շնորհակալ եմ Հայր, որ պատասխանեցիք իմ բոլոր հարցերին ու ծանոթացրիք ինձ քո աշխարհի հետ։ Հարց գարտնանքի վերաբերյալ։ Ինչ աշխարհագրական դիրք ուներ գարտնանքը, որոնք են դրանց ինչ հայտնի բջեր, կետեր, բերդեր գիտես, որոնք գտնվում են գարտնանքում։ Գարդմանը հինավուրց հայկական իշխանություն էր մեծ հայքի հյուսիս-արևելքում, ընդգրկում էր Ուտիկ նահանգի համանուն Գարդմա և Տավուշ գավառները։ Զարգացած միջնադարում հայտնի էր Գարդմանի իշխանությունը, իսկ Գարդմանքի կենտրոնն էր Գարդման ամրոցը։ Տարածքով հոսում էին ձեգամ և շամփոր գետերը, որոնք թափվում էին կուր, ուներ մեկ լիճ գետաբեկը։ Գարդման գավառի նշանավոր վայրերից է հայ մատենագիրների հիշատակած Գարդման վանքը, Չարեկ վանքը, գետաբեկ բերդը և համանուն բերդերը։ Կլիման մերձարևադարձային է, մեղմ ձմեռներ ու շոգ ամառներ, հարմար է երկրագործության ու անասնապահության համար, իսկ ռելիեֆը լեռնային է ու հիմնականում անձրևային։ Իսկ որտեղ է գտնվում Գարդմանքը և պատմության տեսանկյունից ինչ կասես Գարդմանքի մասին։ Գարդմանը հիշատակվել է Զավդուրի երկրորդի օրով, Գավառ Ուտիկ նահանգի կազմում եղել է դեռ Երվանդունիների թագավորության ժամանակ, համահայկական պետության կազմավորման տարիներին, սակայն Աքեմենյան շրջանում վերածվելով սատրապություն կորցրել է որոշ ծայրագավառներ, իսկ հետագայում արդեն Արտաշես Ալ-Բարեպաշտը միացրել է հայկական մեծ հայքին և այն մեծ հայքի կազմում է եղել մինչև Հայաստանի առաջին բաժանումը 387։ Անիսկ դեպք ես այնտեղ գտնվող պղնձահանքի մասին։ Գարդմանում է գտնվում մի հայտնի պղնձահանք, որը գտնվում է այժմ Գետաբեկ քաղաքի տեղը։ Այս պղնձահանքի շահավորումը ունի հնագույն պատմություն, բայց նրա մասին հիշատակությունները հայտնի են դառնում միայն 10-ից 13-րդ դարերում։ Որտեղ է այժմ գտնվում այս հրաշք նահանգը։ Իրականում ամենացավոտ հարցերից մեկը տվեցիք, քանի որ մենք ստիպված ենք շատ պատմական հայկական տարածքների մասին խոսել անցյալով, քանի որ դրանք այժմ չեն գտնվում մեր Հայաստանի կազմում, եւ հենց դրանցից մեկը այս հրաշք նահանգն էր Գարդմանը, որը համապատասխանում է Ադրբեջանի ներկայիս Գետաբեկի ու Շամփորի շրջաններին։ Իսկապես հրացավոր տեղեկություն ասեցի։ Շնորհակալ եմ, որ մեզ ծանոթացրիք Գարդմանքի հետ։ Իսկ այժմ ցույց տանք մեր կատարած աշխատանքի ընթացքում գտած տեսանյութը առանց մեկնաբանությունների։ А до эпоху пророка Мухаммеда город Баку входил в состав Армении. И вот, открыв арабскую электронную библиотеку, мы увидим вот эту карту. Здесь написано «Территория Армении в период арабского халифата и жизни пророка Мухаммеда». Как мы видим, вся территория нынешнего так называемого Азербайджана, включая город Баку, в составе Армении.
Столицей Армении указан город Тбилиси, недалеко от современного Еревана. Իսկ հիմա ձեզ եմ ուզում ներկայացնել մեր կազմակերպած վիկտորինան, որի ընթացքում մենք ձեզ ցույց կտանենք կա։ Դե ընդունիր այս զոհը, որ բերում եմ իմ ազգի համար փոխարեն փրկիր իմ ժողովուրդը պատուհասից։ Լավ է մեզ, ձի այլ մի կորսվի վերա ժողովրդյանս մի ամենայն ազգս կորից է։ Դե ինչ կարող եք ասել թե ով է։ Մասնագետների կարծում չեցին։ Այո։ Սմբատ երկրորդ տիեզերական։ Մեծ ուշադրություն դարձնենք երկրի ներքին բարեկարգության վրա, որի մեջ է գտնվում ժողովրդի իսկական երջանկությունը, որովհետև մեր երկիրը շրջապատված է անկիրթ և բարբարոս դրացիներով, զորացնենք արքայական բանակը, ամրացնենք քաղաքները, ավելացնենք արվեստի գյուտերը։ Երբ Գրիգորի որդին փոքրիկ Սևադան գա 100-րդ անգամ ինձ հարցնելու, թե պապիկ, դու ծերացար, Աստված քեզ կուրացրեց, իսկ իմ հայրը ինչու համար է կույր։ Ասավ Տեր Մարսպետունին, երբ այս բոլորը կան և աղմկեն ուղեղս, խռովեն հոգիս, երբ սիրտս անընդհատ գոռա վրեժ անզգամին, ինչ անեմ ես այն ժամանակ։ Ով ինչ անեմ, ինչպես հասկացնեմ քեզ, թե որքան տարբեր է իմ վիշտը Սևադայի վշտից, հանեցեք իմ զույգ աչքերը, արեք ինձանից իմ իշխանությունը, իմ հարստությունը, իմ կալվածքները, բոլոր անձնական բարիքները, բայց վերադարձեք ինձ այն, ինչ որ Աշոտը խլեց ինձանից, վերադարձեք ինձ իմ պատիվը, իմ ասպրամը, կարող եք այդ անել, ով որքան ծանր, որքան անտանելի է այս։ Երկնքի աստղերը կկողոպտեին բարձրացնելու համար այն մարդուն, որ կկարողանար մոռացնել տալ ինձ իմ անցյալը, որ յուր դեղերով կամ կախարդական հմայությամբ հնար կգտներ իմ հիշողությունները բացացնելու, մոռանալ, այո, այդ եմ կամենում։ Այդ է իմ միակ փափագն ու ցանկությունը, բայց ով կարող է լրում տալ այդ ցանկության, ով ինչպես եւ այն ինչ որ կատարվել է, այն որի հիշատակը բազմագլխյան վիշապի պես կրծում կեղեքում է իմ խիղճը։ Ամենից ավելի սիրեցեք միությունը, որովհետև դա այն ուժն է, որ լեռներ է պատառում, ամբարտակներ է կործանում, գետերի ընթացքն է կասեցնում։ Սովորեցեք զոհել այդ միությանը ամենը, ինչ որ ունիք աշխարհում թանկագին։ Նա կբերի ձեզ ձեր որդոց այն երջանկությունը, որին շատերն են որոնում, բայց շատ քչերն են ժառանգում։ Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցի 10-րդ դասարանի 3-րդ խմբի աշակերտները և աջակիցներ Գրիգորյան Սուրենը, Մաթևոսյան Էլենը կներկայացնեն նախագծային աշխատանք Մուրացանի Գևորգ Մարսպետունի պատմավեպի «Վշտերից ծանրագույնը» գլուխը։ Լուսնի շարագույն սկավառակը երևաց այդ եմնասարի ետևից, և գեղամա մթապատ ծովակն սկսավ լուսավորվել, Երերուն դաշտի արևելյան կողմը հետս հետև արվեցավ մութ բոսոր գունով, և մանրիկ մեղմիկ մկունքներն սկսան թավալել բյուր լուսնի գնդեր։ Սևանի վրա լռություն էր տիրում, շարժումը դադարել, ջրակները հանգել էին, անապատականները օրվա բազմանավակ ժամասացություններից հոգնած փակվել էին խոնավ խուցերի մեջ և քնո գիրկը մտել։ Մատուրներն ու եկեղեցիները կարծես նիրհում էին նույնպես, և ծովակի ափնածիր ծփանքը օր-օր էր երգում նրանց համար։ Միայն կղզու արևելյան կողմը բարձրացող բլրակի վրա, ուր սուրբ հարության տաճարներ և ուր ցիրուցան ընկած էին մամրապատ խաչարձանները, լուռ անցուդարձ էր անում մի բարձրահասակ մարդ։ Կղզու աշխարհական բնակիչներից էր նա, թե հոգևոր, անկարելի էր որոշել, որովհետև ծածկված էր լայնաքաղանց վերարկու, նման հոգևոր հարցգործածական սքեմին և գլխին դրած հասարակ խույր, որպիսին ծածկում են անապատականները իրանց խուցերում։ Վարդեփ-հասակը և սիգաճեմ գնացքը միայն ցույց էին տալիս, որ անծանոթը վանական մթնոլորտին անընտել մի անձնավորություն էր։ Երկար անցուդարձ անելուց հետո նա եկավ, նստեց բարձրավանդակի այն ծայրին, ուր պարեխավոր ժայռերը ծովի միջից ելնելով կուտակվում են միմյանց վրա և զորավոր ամբարտակներ կազմելով պատում են կղզու արևելյան ու հարավային կողմերը և այդպիսով անմաչելի կացուցանում նրան ոչ միայն լաստերին ու նավակներին, այլև մերկանդամ լուղորդին։
Լուսինը այդ ժամանակ ուշիկ բարձրանում էր երկնակամարի վրա, և ծովակի մութ բոսորգույնը փոխվում էր հետզհետե փայլուն արծաթի և ծավալելով տարածում դեպի հեռավոր ափերը, որոնք շրջապատված էին մի կողմից բարձրակակատ լեռներով ու բլուրներով և մյուս կողմից դաշտերով ու սարատափերով։ Ամենտեղ տիրում էր լուսնի խաղաղվետ լույսը, ғարակների բարդության վրա նստած անծանոթը դիտում էր ծովակի այդ տեսարանը, որ ակնապարար ու հանգուցիչ լինելուց զատ դյութիչ էր և խորհրդավոր։ Նրան թվում էր, թե հենց այդ վայրկյանին, երբ աշխարհը նիրհում էր խաղաղական քնով, ելնում են թաքստիչ չարության ոգիները, կամ աշխարհ իջնում բարվո հրեշտակները և տկար մահկանացուի վիճակը տնօրինում, մինին բախտ և երջանկություն, մյուսին վիշտ և տանջանք սահմանելով։ Նրան թվում էր, թե հենց այդ խորհրդավոր ժամերուն էլ ճակատագրվեցան իրան վշտեր ու դժբախտություններ, և այդ տխուր մտքերը պաշարեցին նրան։ Անցյալի հիշատակները կենդանացան յուր առաջ, և երևակայությունը վառելով, հանդես բերավ նախ գողտր ու հաճոյական և ապա դաժան ու հոգետանջ պատկերներ։ Ով սիրուն, սիրուն, ինչու մոտեցար, սրտիս գաղտնիքը, ինչու իմացար, մի անմեղ սիրով ես քեզ սիրեցի, բայց դու անիրար դավաճանեցիր։ Ինչու ես հասա նվաստության այս աստիճանին։ Ո՞վ է սա։ Թագուհի, այս դու ես։ Այո, իմ սիրեցյալ թագավոր։ Այստեղ։ Միայնակ, այս գիշերաժամին։ Միթե միայնակ եմ ես, չէ՞ որ ինձ մոտ է Աշոտ թագավորը։ Բայց մինչև այստեղ գալդ, ուր են քո նաժիշները։ Ես ինքս ցանկացա միայնակ գալ այստեղ, կամենում էի անպատճառ քեզ տեսնել։ Մտա քո առանձնարանը, քո ննջարանը, ոչ մի տեղ չկայիր։ Բարաբաններն ասացին, որ դու ամեն գիշեր զբոսնում ես այստեղ մի քանի ժամ։ Ես այդ չգիտեի։ Այո, գեղեցիկ են այստեղի գիշերային տեսարանները։ Բայց դու ինչու կամենում ես տեսնել ինձ անպատճառ։ Միթե մի նորությունն ես հաղորդելու։ Նորություն։ Ոչ։ Հապա։ Կամենում էի քեզ տեսնել։ Ինձ տեսնել։ Ինչ կնշանակի այդ։ Խոսել քեզ հետ մի քանի վայրկյան։ Չեմ հասկանում։ Չէ՞ որ ցերեկով տեսնում ես ինձ ամեն ժամ։ Կարող ես խոսել ամեն վայրկյան։ Ինչու կամեցար գիշերային հանգիստը խանգարել։ Հանգիստ։ Միթե հանգիստ ունեմ ես։ Միթե կարող եմ հանգիստ ունենալ։ Թագուհի։ Այո, վաղուց կորել են իմ համար հանգստյան ժամերը։ Մեր երկրում ոչ ոք չունի այժմ հանգստություն։ Այո, ոչ ոք, բայց երբ թշնամին հեռանա, բոլորը դարձյալ իրենց հանգստությունը կվայելեն։ Նրանց հետ եւ դու։ Ես։ Ուր էր թե այդպես լիներ։ Միթե վախենում ես ապագա հարձակումներից։ Նույնիսկ այսօր ոչ մի վտանգ չի սպասում քեզ։ Սևանն անառիկ եւ անմատչելի։ Իմ բերդն ու ամրությունները վաղուց առել ու կործանել է թշնամին։ Իմ հանգիստն ու խաղաղությունը կորել է հավիտյան։ Ինչի մասին է խոսքը։ Դու դարձյալ հին ցավերն ես ակնարկում։ Օ, թույլ տուր, որ խոսեմ քեզ հետ։ Գոնե այս անգամ, թույլ տուր, որ բանամ քեզ իմ սիրտը, որ համարձակվեմ արտասվել քո առաջ։ Թագուհի, դու հուզված ես։ Դու պետք է հանգստանաս։ Թող աղաչում եմ քեզ, թող որ հուզվիմ ու տանջվիմ։ Հանգստությունը միայն տանջանքների մեջ եմ գտնում ես։ Բայց ինչ է պատահել։ Միթե մի որևէ մարդ մի նոր վիրավորանք հասցրեց քեզ։ Նոր վիրավորանք։ Ոչ, հին վերքը, հին վիշտն է, որ շարունակ մաշում, կեղեքում է իմ սիրտը։ Բեղաբաղ, չկա մի ձեռք, որ դեղ կամ սպեղանի դնե նրա վրա։ Ես լքված, միայնակ եմ աշխարհում, բոլորովին միայնակ։ Օ, չգիտես թե ինչպես ծանր, ինչպես դժվար է ինձ միայնակ այս աշխարհում։ Այդ ինչ է, Թագուհի։ Դու արտասվում ես։ Այդ տղայություն է։ Ինչ կասեն, եթե լսեն։ Արի առաջնորդեմ քեզ դեպի քո կացարանը։ Դու պետք է հանգստանաս։ Թող որ մնամ ես այստեղ, եւ դու, ով սիրեցյալ թագավոր, մի հեռանար ինձանից։ Նվիրվիր քո թագուհուն, քո ապապաղ ամուսնուն գոնե մի ժամ։ Նա կամենում է խոսել քեզ հետ։ Մի մերժի նրան այդ փոքրիկ խնդիրը։ Սիրելի Սահանուշ։ Սիրելի Սահանուշ, Աստված իմ, միթե դու ինձ այդ անունով կոչեցիր։ Արդյոք իմ ականջները սխալ չլսեցին։ Սիրելի ասացիր, այնպես չէ։ Օ, ինչպես ուրախանում եմ այդ չնչին, այդ աղքատիկ խոսքով, սիրում իբր շրանքով։ Ինչու այսքան տկար է ստեղծել քեզ Աստված։
Եվ դու անշուշտ խղճում ես ինձ այնպես չէ, ասա, մի ծածկիր, խղճում ես ինչպես մի մուրացկի։ Օ, եթե գիտենայիր, թե որքան ծանր է այդ ինձ համար, որքան դժվարատար։ Այս ամենայնիվ, սիրելի թագուհի, դու չես հանգստանում, դու շարունակ հուզվում ես, այդ քեզ կարող է վնասել։ Գնանք այստեղից։ Օ, ոչ, ես այլևս չեմ հեռանալ այստեղից, չեմ հեռանալ իմ սիրելի Աշոտից։ Օ, ներիր ինձ, թույլ տուր, որ այս անունով անվանեմ քեզ։ Այո, այժմ արդեն հանգիստ եմ, այժմ կարող եմ խոսել, ես այլևս չեմ հուզվի։ Միայն թե տուր ինձ քո ձեռքը եւ խոստացիր, որ համբերությամբ ականջ դնես ինձ։ Մի քանի ամիս է, ինչ քեզ հետ եմ ես, սիրելի թագավոր, եւ սակայն բոլոր այդ ժամանակ չկարողացա խոսել քեզ հետ։ Ինչ որ անհրաժեշտ էր խոսել, եւ ինչի մասին որ եկել էի քեզ տեսնելու։ Այժմ սակայն համարձակություն առա եւ կարող եմ խոսել։ Խնդրում եմ միայն չխանգարել ինձ, եթե մինչեւ անգամ իմ զրույցն անհաջող լինի քեզ։ Խոսիր, ես լսում եմ։ Գարնիում կարծում էի, թե հաշտվել եմ արդեն իմ վիճակի հետ։ Ուստի որոշեցի մոռանալ իմ անձը եւ նվիրվել հասարակական բարվուն։ Այդ նպատակին հասնելու միակ ճանապարհն այն էր, որ գայի եւ միանայի քեզ Սփոփեի անհաջողություններից ու իշխանների տիրադրուժ վարմունքից վշտացած քո սիրտը եւ ստիպեի քեզ վերադառնալ ոստան դեպի քո գահն ու արքունիքը։ Այնուհետև արդեն հեշտ կլիներ վերահսկել խանգարված գործերը։ Ժողովուրդն ու զորքը քո դարձին էին սպասում։ Դու կարող էիր օգտվել նրանց ձեռնտվությունից։ Այս մտքով ահա ոգևորված ես եկա Կաքավաբերդ, բայց քո սառն ընդունելությունն ինձ վշտացրեց։ Դու կարծեցիր, թե ես եկել եմ ծաղրելու քո պարտությունը ցելի կամրամից։ Քո այդ կասկածը բավական եղավ, որ նորեն իմ սիրտը տակնու վրա լինի, որ հին վերքերը նորոգվին։ Եվ քանի դու շարունակում էիր քո սառնությունն ու անտարբերությունը, այնքան ավելի վառվում ու բորբոքվում էր իմ մեջ նախանձի դժոխքը։ Եվ դրա հետևանքը եղավ այն, որ ես քո սիրտը ցավեցնել ուզելով պատմեցի, թե ինչպես մեր բոլոր աշխարհը գիտակ է ու հանցավոր սիրուն, թե զորքն ու ժողովուրդը գրգռված են քո դեմ, թե իշխանական ընտանիքները երես են դարձրել մեզանից, թե հոգևորականությունը դատապարտում է քո վարմունքը։ Ավաղ ես կարծում էի, թե այս հայտնություններով պիտի կասկածնեմ քեզ, բայց չարաչար սխալվեցա։ Խոստովանում եմ, ես գործեցի իբրև թույլ կին, իբրև սիրող սրտի տեր։ Չկարողանալով տանել քո սառնությունը, ես մոռացա իմ ուխտն ու նպատակը։ Ես խաղալիք դարձա նախանձի խռովյալ ալիքներին, որոնք անգթաբար կոծում, հարվածում էին իմ թշվառ սիրտը։ Այս բոլորի հետևանքը եղավ այն, որ դու հուսահատվելով ոչ միայն ոստան չվերադարձար, այլև Կաքավաբերդից ելնելով եկար Սևան, խարազանած քեզ կրոնավորների հետ ապրելու։ Ես ճանաչեցի իմ սխալը, տեսա իմ անխորհուրդ վարմանց հետևանքը եւ չարաչար զղջացի, բայց արդեն ուշ էր։ Միակ միջոցը իմ հանցանքը քավելու այն էր, որ ես հետևեի քեզ, տեսնեի ամեն օր քո դեպի ինձ ունեցած սառնությունը, դիտեի քո անտարբեր հայացքները եւ տանջվեի։ Քանի անգամ կամեցա մոտենալ եւ խոսել քեզ հետ, խոստովանել իմ հանցանքը եւ ներում հայցել, եւ սակայն դու շարունակ խույս էիր տալիս ինձանից։ Չէիր կամենում միայնակ ինձ հանդիպել, առանձնության մեջ իմ ձայնը լսել, իմ արտասուքը տեսնել։ Օ, եթե գիտենայիր, թե որքան տանջվել եմ ես։ Ամիսներ անցան այսպես, եւ ես չկարողացա դեռ քեզ հետ խոսել մի վայրկյան գտնել, բայց երբ Բուշկան հասավ այստեղ, եւ բյուրականի առումն ու կոտորածը գուժեց, ես սարսափեցի, կարծես երկնային մի շանթ հարվածեց իմ հոգին։ Ես հիշեցի իմ ուխտն ու որոշումը, հիշեցի եւ իմ գործած հանցանքը։ Եթե նախանձի գիրքը ինձ չհաղթահարեր, Աշոտն այժմ յուրգահի վրա կլիներ, այդ զորքը նրա շուրջը կգտնվեր, իշխանները զինակից կլինեին, թշնամու դեմ արդեն բանակ կշարժվեր, մտածեցի ես, եւ հուսահատությունը քիչ մնաց դեպի ծովակի խորքը պիտի մղեր ինձ։ Բայց հետո զգաստացա եւ որոշեցի գտնել քեզ անպատճառ քո միայնության մեջ եւ հարկ եղածը խոսել։ Այս է ահա պատճառը, որ այժմ եկա քո մենավոր զբոսանքը խանգարելու։ Գուցե այս հետապնդությունը տհաճություն է պատճառում քեզ, բայց ես ստիպված այդ էի անելու, որովհետեւ վտանգը դրան մոտ է եւ հապաղել այլևս անկարելի է։ Ինչ է քո խնդիրն ինձանից։ Այն, որ վերադառնաս ոստան, բազմես քո գահի վրա, փայլ տաս արքունյացը, շուրջդ հավաքես ավականին, զորքն ու բանակը կարգավորես, թշնամու առաջն առնես, երկիրը տագնապից ազատես։ Մի ով բանիվ, դու կամենում ես, որ Աշոտ երկաթը թագավորը նորից։ Այո, թագավորը այնպես, ինչպես որ թագավորում էր առաջ։ Բարի է քո ցանկությունը, բայց կատարել նրան անկարող եմ ես։ Ինչու՞։ Պատճառները բազմաթիվ են։ Ծանոթացրու ինձ այդ պատճառների հետ, եթե կարծում ես, թե դեռ անծանոթ եմ նրանց։ Միթե այդ պատճառներն ավելի զորավոր են, քան Աշոտ երկաթի կամքը։ Աշոտ երկաթի կամքը։ Օ, նա այժմ ավելի անզոր է, քան հովտի եղեգը, որին տատանում է նույնիսկ հովի շունչը։ Ինչու հուսահատեցնում ես ինձ, տեր իմ եւ թագավոր։ Քավ,
Թե կամենամ քեզ ուսահատեցնել ճշմարտությունն եմ խոստովանում։ Բայց դու զորավոր էիր մի օր, ինչպես անապատի առյուծը։ Որի մռնչյունը դող էր հանում դրացի գազանների սիրտը։ Այո, Եվ սակայն Արուսն էլ տկարանում է ու մեռնում։ անշուշտ, բայց այդ այն ժամանակ, երբ անցնում է նրա տարիքը, երբ հասնում է ծերությունը, Իսկ երբ որսորդի Երեքթևյանը հարվածում ու ջախջախում է նրա սիրտը, որ աննկուն որսորդն արդյոք այդպես ուժգին կարողացավ քեզ հարվածել։ Դու չես կամենում խոսել։ չեմ կամենում քո սիրտը վշտացնել։ Աստված իմ, միթե դու իմ սրտի մասին ես մտածում, այդ արդեն չափազանց է, սիրեցյալ ամուսին։ Ես ուրախությունից կարող եմ խելագարվել։ Այո, մտածում եմ։ Կան ճշմարտություններ, որոնք որքան էլ անգույն, այս ու ամենայնիվ տղամարդը կարող է լսել համբերությամբ, բայց կնոջ ականջը չի հանդուրժի նրանց։ Օ, ուրեմն փորձիր իմ քաջությունը։ Բարի, լսիր ուրեմն ինձ։ Մի փոքր առաջ հարցրիր, թե ով է այն ոսորդը, որ այնքան ուժգին Արուծի սիրտը հարվածեց։ Այժմ պիտի ասեմ, թե ով էր նա։ Այդ աննկուն որսորդը կնոջ սերն էր։ Որ կնոջ։ Դու արդեն քո քաջությունը կորուսիր։ Շարունակիր, ես այլևս չեմ խանգարիլ։ Մենք, սիրելի բարեկամ, թշվառ խաղալիքներ ենք բնության հզոր ձեռքում։ Իզուն են մարդիկ օրենքներ դնում եւ կարգեր սահմանում կառավարելու համար այն, ինչ որ ինքը բնությունը պիտի կառավարե եւ որի մի հայացան տիրապետն է նա։ Մարդկային սրտերի մասին է խոսքը։ Դու ինձ սիրում ես, այնպես չէ։ Ինչու համար է այդ հարցը։ Պատասխանիր, սիրում ես թե ոչ։ Սիրում եմ անսահման սիրով։ Բարի, ինչ կարող անել դրա դեմ մարդկանցից սահմանված օրենքը։ Կարող է հրամայել, որ սիրելուց դադարես։ Օրենքն ընդհակառակը սրբագործում է իմ սերը, որովհետև ես սիրում եմ իմ օրենը, որ անհուսնում։ Այդ մի դիպված է։ Իսկ եթե հանկարծ սիրում լիներ մի ուրիշին, Քրիստոնեական առաքինությունը, որին հետևել եմ միշտ, չէր թույլ տա ինձ մտածել ապօրինի սիրո մասին։ Իսկ երբ մարդ չէ մտածում ապօրինության վրա, ապօրինի գործ էլ չէ կատարում երբեք։ մտածության համար սահման որոշելն անկարելի է։ Ինչ անի այն սիրտը, որին բնությունը հրամայել է սիրել նրան, որ օրենքով իրան չէ պատկանում։ Այդ միևնույնն է, եթե ասես ինչ անեն գողերն ու ավազակները, որոնց սիրտը ցանկացել է հափշտակել ուրիշի ունեցածը, կարող ես միթե արդարացնել այդ ավազակներին, երբ քո հարստահարյալ հպատակը հանե նրանց քո դատաստանի առաջ։ Էլ ուրիշ ասելիք չունիս։ Ուրիշ ասելիք, ինչպես չունիմ։ Խոսիր ուրեմն։ Լսիր, դատավորը աչառող պիտի լինի, թե անաչառ։ Անշուշտ անաչառ։ Ավազակին պետք է պատժել, թե վարձատրել։ Իհարկե պատժել։ Ինչու ուրեմն դու կամենում ես վարձատրել նրան, երբ անաչառ դատավորը հրամայում է պատժել։ Ինչ ես ուզում ասել, չեմ հասկանում։ Չես հասկանում։ Բայց ես սպարս խոսեցի։ Ով է ավազակը եւ ով է դատավորը։ Ում համար եմ ես վարձատրություն պահանջում։ Ես եմ այդ ավազակը, եւ ինքս էլ ահա իբր անաչառ դատավոր պատժել եմ ինձ, հեռանալով արքայական գահից եւ ապավինելով այս անապատին։ Ինչու կամենում ես անել ինձ այստեղից եւ նորեն դեպի ոստան առաջնորդել։ Դու չափազանցնում ես։ Չափազանցում։ Բնավ։ Չափազանցնում ես, իմ սիրեցյալ թագավոր։ Մի անվարին ինձ ոչ սիրելի եւ ոչ թագավոր։ Ես մի չարագործ եմ, Աստծուց եւ մարդկանցից անիծված։ Ինչու համար ես դու ինձ սիրում։ Ինչու ինձ փառք հայթաթելու մասին ես մտածում։ Հավիտյան պիտի սիրեմ։ Միթե կարող ես հրամայել ինձ մոռանալ իմ ամուսնուն։ Ամուսնուն։ Օ, մի տանջիր ինձ։ Ես չեմ կարող այդ նախատինքը տանել։ Նախատինք։ Միթե ինձանից սիրվելը նախատինք է քեզ համար։ Ոչ, մեծապար թագուհի։ Այլ նախատինքի այն, որի անհավատարմությունը դու այդքան անսահման սիրով ես փոխարինում։ Ես հպարտ եմ։ Ես չեմ կարող տանել այն բարիքը, որ հատուցվում է ինձ իմ գործած չարության համար։ Ինձ ոչ մի չարիք չի հասնել քեզանից։ Այդպիսի խոսքերը չեն կարող ինձ փոխել։ Ես այնքան անարիչ եմ, որ իմ գործած հանցանած չափով պատիժ կրել չկարողանամ։ Եթե դու կամենում ես փոփանք բերել իմ սրտին, ապա ատտիր ինձ քո հոգվով բոլոր զորությամբ։ Միայն քո ատելությունը, միայն ծանր տանջանքները կարող են դյուրություն տալ իմ սրտին։ Ես չեմ կարող քեզ ատել։ Ատիր, որովհետև ես չեմ սիրում քեզ։ Օ, մի ասիր այդ։ Չեմ կարող ստել։ Ես չեմ սիրում քեզ։ Օ, անգութ։ Միակ սիրածս կինը աշխարհում։ Օ, մի արտասանիր նրա անունը։ Այո, միակ սիրածս կինը, այդ ասպրամ իշխանուհին է։ Սևորձյատ նահապետի աղջիկը։ Անսիրտ, անգութ, ինչ շահ ունիս ինձ տանջելուց։ Ինչու չես խղճում մի թշվառ, մի լքյալ կնոջ։ Չէ՞ որ ես մի օր քո ամուսինն էի։ Կամենում եմ սիրտդ խոցոտելով դժոխային ատելություն ծնեցնել նրա մեջ։ Այդ կարող է մեղմել իմ ծանրագույն վիշտը։ Մի հուսար, ես չեմ կարող քեզ ատել։ Իզուր տեղը մի տանջիր իմ հոգին, ասա միայն որն է քո ծանրագույն վիշտը,
Ես հնար կգտնեմ նրան թեթևացնելու։ Ավելի վատ։ Մի համարիր իմ սիրեցյալ թագավոր, ամեն մի հիվանդություն ունի յուր դարմանը, եւ ամեն մի վիշտ յուր սփոփանքը։ Հարկավոր է միայն բժշկող ձեռք եւ սիրող սիրտ։ Ով կարող է օրինակ բուժել այն հոգին, որ տանջվում է խղճի խայթերից։ Ով կարող է սփոփել այն մարդուն, որ ճանաչում է յուր հանցանքի ծանրությունը, չափում է նրանից առաջացած չարիքի մեծությունը եւ գտնում է իրեն անզոր ու անկարող այդ չարիքը դարմանելու։ Ամենքը սխալական են աշխարհում, Եվ ամենին կարելի է ներել։ հետեւապես եւ քեզ։ Մի ընդհատիր ինձ։ Ամենքին կարելի է ներել բացի նրան, որ կոչված է մարդկանց բախտը կառավարելու, որ պաշտոն ունի ժողովուրդ հովվելու, առաքինության օրինակ ու առաջնորդ հանդիսանալու, հասարակած բարվույն ու երջանկության հսկելու։ Ես այդպիսի մի պատասխանատու անձն էի։ Աստված ինձ պետ ու առաջնորդ էր կարգել այս ժողովրդյան։ Բայց միթե պատկար մնաց ես իմ կոչման, միթե իմ սրբազան պաշտոնը չանարգեցի, միթե բազմաթիվ չարյաց պատճառ չդարձա, ով կարող է ինձ ներել, եւ ինչու ինձ պիտի ներե։ Անցյալը հիշելով ոչինչ չես շահիլ։ Մոռացիր այն եւ աշխատիր մեր ներկա վիճակը բարվոքել։ Անցյալը մոռանամ, միթե կարելի է, միթե հնարավոր է այդ։ Երկնքի աստղերը կկողոպտեի վարձատրելու համար այն մարդուն, որ կկարողանար մոռացնել տալ ինձ իմ անցյալը, որ յուր դեղերով կամ կախարդական հմայությամբ հնար գտներ իմ հիշողությունները բթացնելու։ Մոռանալ, այո, այդ եմ կամենում, այդ է իմ միակ փափագն ու ցանկությունը։ Բայց ով կարող է լրում տալն այդ ցանկության։ Օ, ինչպես երջանիկ կլինեի, եթե կարողանայի չհիշել, այլևս այն, ինչ որ կատարվել է։ Այն, որի հիշատակը բազմագլխյան վիշապի պես կրծում, կեղեքում է իմ խիղճը։ Կարող եմ միթե մոռանալ, որ ես Սևադայի, իմ բարյացապարտ ազգակցի տունն ավերեցի, հորն ու որդուն միասին կուրացնելով։ Կարող եմ մոռանալ, որ ես Ամրամի, իմ հավատարիմ զինակցի ընտանիքը կործանեցի, նրա խաղաղության օթևանը դժոխքի փոխարկելով։ Կարող եմ մոռանալ, որ ես քո կյանքը թունավորեցի, կաթոկին սերը տանարգելով, երջանկությունդ կապտելով։ Որը նրանցից կարող եմ ես չհիշել, կամ որն արդյոք մոռանալ։ Գուցե այն, որ այս չարիքների շնորհիվ իմ իշխանների արգահն ունեցած հավատարմությունը կորուսի եւ նրանց միությունը խանգարեցի, թե այն, որ Ամրամի ապստամբությունը գրգռելով հյուսիսային գավառներից զրկվեցա, եւ թե վերջապես այն, որ ռազմական ուժերս թուլացնելով իմ երկրի սրտում հանգարացած բռնապետությունը հաստատեցի։ Ասա իմ սիրելի, սրանցից որը մոռանամ, կամ ինչպես չհիշեմ, որ այս ամենը կատարվել է մի հանցավոր սիրո, մի տմարդ օրինազանցության պատճառով։ Ոչ, ես արժանի չեմ ներման, մի աշխատիր մոռացնել տալ ինձ մեղքերով լի իմ անցյալը։ Ես քրիստոնյա եմ եւ խիղճ ունիմ, այդ խիղճը տանջում է ինձ, նրա ձայնը խլացնում է իմ հոգվո լսելիքը։ Նա հրամայում է ինձ հեռանալ արքայական գահից, փառքերից, պերճությունից եւ քաշվել, առանձնանալ մի անապատ, լալ այնտեղ իմ մեղքերը եւ խստաբեր ճգնությամբ քավել նրանց։ Եվ ես ահա եկել, մտել եմ Սևան իմ ապաշխարության վայրը։ Իզուր ես կարծում, թե ես հեռացա Կաքավաբերդից նրա համար, որ դու իմ սառն ընդունելությունից վշտացած պատմեցիր, թե աշխարհը գիտակ է իմ հանցավոր սիրույն, թե ժողովուրդը գրգռված է իմ դեմ, թե իշխաններն ու հոգևորականությունը դատապարտում է ինձ եւ այլն։ Ոչ, դրանց պատճառով չհեռացա, ոչ էլ հուսահատությունն ինձ հալածեց, այլ խիղճը, իմ ներքին մարդը, հանգիստ լինել խիղճս, արդար լինեին իմ գործերը, այն ժամանակ թեկուզ բոլոր աշխարհը կանգներ իմ դեմ, ես չէի ընկճվիլ, ոչ էլ հուսահատությունը կարող էր իմ հոգին հաղթահարել, բայց խղճի անողոք խայթերին ես դիմադրել չկարողացա։ Ինձ հալածեցին մանավանդ քո տխուր աչքերը, վշտալի հայացքը, տալկահար դեմքը։ Ես փախուստ էի տալիս քեզանից, այո, բայց ոչ թե նրա համար, որ ատում էի քեզ, այլ նրա համար, որ ամեն մի քեզ տեսնելիս սիրտս տակնու վրա էր լինում։ Ամոթն ու խիղճը տանջում էին ինձ չարաչար։ Վերջապես ես եկա այստեղ իմ վշտերը թաքցնելու եւ հանցանքները լալու։ Կարծեցի, թե այս անգամ կհեռանաս ինձանից եւ կերթաս ոստան, ուր դու դեռ հավատարիմներ ունիս։ Բայց իմ հույսը պարապ եղավ։ Դու չկամեցար թողնել ինձ իմ վշտերի մեջ, դու հետևեցիր ինձ իբրև ամուսնասերքին եւ ապացուցեցիր 100-րդ անգամ, թե ես արժանի չէի քո սիրուն, թե բախտը իզուր էր կապել մեզ միմյանց հետ։ Այս բոլորը գիտենալուց հետո, սիրելի տիկին, հանկարելի է ինձ այլևս մտնել այն աշխարհը, որտեղից խիղճս ինձ հալածեց։ Թող ինձ այս ապաշխարանած վայրում,
Գուցե կարողանամ իմ մեղքերը քավել, գուցե կարողանամ իմ հոգին գեհենից փրկել։ Միթե ավելի հաճելի չի լինի Աստծուն, եթե դու հանցանքդ քավես ուրիշներին բարիք անելով։ Ինչպես չէ։ Այդ ավելի հաճելի կլինի նրան զիլավ է բարիք գործել, քան անօգուտ տեղը լալ։ Ուրեմն դարձիր աթորդ, ձեռքը տար կառավարության ղեկը եւ փրկի ժողովուրդը սպառնացող վտանգներից։ Այդ պետք է անեմ իբրև թագավոր, այնպես չէ։ Անշուշտ։ Բայց ես արժանի չեմ համարում ինձ այլևս այն գահին, որի վրա Աշոտ առաջինը եւ հայրենասեր ու առաքինի սմբատը բազմեցին։ Սևանն է իմ արժանավոր կացարանը, այստեղ կապրեմ, այստեղ էլ կմեռնեմ։ Իսկ արքայական գահը։ Թողաբասը պայազատ է, նա է օրինական ժառանգը։ Ինչպես թե Աբասը թագավոր է, ուրեմն եւ Գուրգեն դուխտը լինի թագուհի, Սևադայի դստեր կենթանության ժամանակ Աբխազած Գուրգենի աղջիկը հրճակվի հայոց գահի դժխով եւ հպարտ սահականույշը փակվի Սևանի մեջ ինչպես մի հպատակ, իբրև Աբխազուհի մի թշվառ գերին եւ տեսնե, թե ինչպես հայոց իշխանները շրջապատում են նոր արքային, հաջողություններ են ստեղծում նրա համար, խոնարհում են գլուխները նոր թագուհու առաջ եւ գցնում ու խնկարկում են նրան։ Այդ արդեն ամենից ավելի դժվարատարն է։ Ոչ, իմ մեծափառ թագավոր, այդ որոշումը չպիտի կատարվի, Սևանում դու չպիտի մնաս, գահն ու ժողովուրդը քեզ են սպասում, եւ դու պիտի վերադառնաս ոստան։ Անկարելի է։ Այդ անելու համար նախ պետք է սիրտս խլեմ իմ կրծքից եւ գանգս դատարկեմ ուղեղից։ Հայ սրտով եւ ուղեղով ես գահ բարձրանալ չեմ կարող։ Չէ, դու պիտի գտաս քո ժողովրդին։ Նա նմանում է այժմ հովից զրկված եւ անապատներում ցրված անտիրական մի հոտի։ Գայլերը 4 կողմից հալածում են նրան։ Մայրերի ու գառնուկների մայունը խլացնում է ձորերը։ Այդ հոտը կժողովե Աբասը։ Նա ավելի պիտանի կլինի այժմ երկրին, քան ես։ Մի ասիր այդ, մի տար Աբասի անունը, հայոց թագավորը կենդանի է դեռ։ Ոչ, նա մեռել է վաղուց։ Նա մեռավ այն օրը, երբ ցլի կամրամի երեսից փախուստ տվավ նվաստաբար։ Մի ասիր այդ խոսքերը, մի հիշիր անցյալը, աղաչում եմ քեզ։ Աշոտ, իմ մեծափառ թագավոր, իմ սիրեցյալ ամուսին, մի թույլ տար, որ Աբխազուհին ծաղրե քո սահականուշի հպարտությունը, թող որ հայոց թագուհին յուր կոչման մեջ հանդիպե մահվան։ Ախ, ինչպես քիչ ես ծանոթին վշտերին։ Խոսիր, եթե դեռ մի ուրիշ ցավ ունիս, բաց արա իմ առաջ սրտիդ վարակույրը։ Ոչ, անկարելի է։ Ես չեմ կարող ապրել, քանի որ նա մեռնում է։ Ում համար է խոսքդ, ով է մեռնողը։ Գնանք, Լուսին արդեն խոնարհում է։ Բայց ում համար է իր խոսում։ Անհայտության մեջ մեռնողի համար։ Թագավորը չպատասխանեց, նա լուր նայում էր ծովակին, եւ ինչ պիտի պատասխաներ, ինչպես կարող է նա յուր սրտի վարագույրը բանալ, այն վարագույրը, որի ետևը ծածկված էր վշտերից ծանրագույնը, կարող էր միթե ասել, թե ինքը դեռ մտածում է սևորդած իշխանուհու, յուր հանցավոր սիրո թշվառ զոհի վրա, թե ծանոթ է նրա ընտանեկան տանջանքներին, թե լսում է ամեն վայրկյան նրա արտասող սրտի անեծքը, նրա ոգետանչ հառաչանքները, ինչպես կարող էր նա այլևս գահի վրա բազմել, փառքի ու հաջողության հետևել, քանի որ ամեն վայրկյան պիտի հնչեին յուր ականջին նրա տխուր հեծությունները, քանի որ շարունակ նա պիտի տեսներ յուր առաջ նրա արտասուքները եւ ինքն իրեն ասեր. Բոլոր աշխարհը փառաբանում է ինձ, հաջողությունները պսակում են իմ վերադարձը, ժողովուրդը ցնծության տոն է կատարում, բայց այնտեղ սևորդած լեռների մեջ, տավուշի մթապատ խորշերում հեծում է մի դժբախտ կին, սիրո հարվածներից ջախջախված մի սիրտ, որին թողել են ամենքը, որ կտրված, բաժանված է աշխարհից, որ ապրում է միայն յուր անարգանքի, յուր նվաստության հետ, այդ կնոջ մրմունջը հասնում է մինչև իմ գահույքը, նա շշնջում է իմ ականջին, դառն ու սրտահույս խոսքեր, մի ծաղրիր դու, երբ լալիս եմ ես, մի զվարճանար, երբ սգում եմ ես, ասում է նա ինձ, այդ ինչ իրավունքով ես պիտի նորեն աշխարհ մտնեմ, կյանքի բարիքները վայելեմ, քանի որ յուր սիրտն ու լռությունը ինձ նվիրող կինը կենդանի թաղված է այն հայտության մեջ։ Ռեժիսոր եւ հնչյունավորող աշակերտներ Սոնա Ավագյան, Էմմա Հակոբյան, Արքա Սուրեն Գրիգորյան, Թագուհի Էլեն Մաթևոսյան, Հեղինակ Էմմա Հակոբյան, Լուսարար Կամո Գյուլազյան, Հոգետու խորհրդատու նախագծի ղեկավար Մարինե Բադալյան։ Աշխատանքը կատարվել է Երևանի Սերո Խազատյանի անվան 184 ավագ